Քիչ առաջ հարգելի բարեկամներ, այսինքն այսօր ողջ օրը ելույթ է ունեցել ազգային ժողովում երկրի 16-րդ վարչապետը խոսում է նրա մասին, որ նախկին իշխանությունները եղել են մարտասպան, մարտակեր, թալանչի, որ նույն համակարգը գործել է նաև Արցախում, որ ինքը ուզում է բացահայտի մարտի 1-ը, այսինքն բացահայտվել է, բայց դա իրավական համակարգը մեղավորներին չի պատժում եւ այսպես շարունակ։ Ու որևէ մեկը չի ասում, հələ այսինքն ով պիտի ասի, այնտեղ նստած են դաշնակ-մաշնակները Քոչարյանի զբռոդը եւ այնտեղ նստած է Սերժիկ Սարգսյանի ուժեղ Հայաստանը։ Չեն ասի, բա որ նախկին իշխանությունները այդքան մարտակեր թալանչի էին, իսկ նրանք իրոք այդպիսին էին։ Հələ արի տեսնենք քեզ ով է իշխանություն տվել։ Հələ արի տեսնենք Փաշինյան Նիկոլ, դու Վասյա Արշակյանի, Կարեն Սարուխանյանի ու Մխիտար Հայրապետյանի հետ Գյումրիից քայլելով, մեկը քոր, մեկը թոփալ, մեկն էլ 8 ամսական հղի։ Գյումրիից քայլելով, ինչպես հասար իշխանության, քեզ ով է իշխանություն տվել։ Հələ արի հասկանանք, որ դու ապրիլ ամսին իրականացնելով առերևույթ բազմաթիվ հանցագործություններ, էտով թույլ չտվեց, որպեսզի քեզ ձերբակալեն, կալանավորեն։ Հələ արի հասկանանք, թե երբ մտնում էիր ավիրում էր ռադիոտունը Սերժիկը, այդ քո ասած մարտակեր Սերժիկը քեզ ինչու ձերբակալելու հրանք չտվեց։ Չեն ասի, ով պիտի ասի։ Կապիկ Էդգար Ղազարյանը պիտի ասի, օլիգարխի Զարմիկը պիտի ասի, Օլիզարը, Մանվել Գրիգորյանի խորհրդականը պիտի ասի, ով ԵԿՄ անդամ է եղել, բայց բանակից թռած, զինված ուժերից թռած, նայում ես կենսագրությունը, էլ Բերլին, էլ Փարիզ, որտեղ ինչ ֆորումների, դասընթացների ասես չի մասնակցել։ Սերժի ժամանակ ով պիտի ասի։ Այս հարցը ով պիտի տա։ Քոչարյանի զավակը պիտի տա այս հարցը։ Չեն ասի։ Իրենք կդատվեն, պետք եղավ իրենք կմեռնեն։ Բայց որևէ մեկը չի ասի, հələ եկեք կանչենք ազգային անվտանգության ծառայության նախկին պատասխանատուներին, հա, Գեորգի Կուտոյանի գլուխը կերակ։ Կամ ինքնասպանություն էր, կամ հասցրեցիք ինքնասպանության, կամ դա սպանություն էր, սա չի բացահայտվի, քանի դուք կաք։ Բայց հո տեղակալները կան, վարչության պետերը հո կան, հələ եկեք կանչեք այդ մարդկանց։ Տեսնենք, ես դու ինչպես ես եկել։ Նախկին թալանչի իշխանությունները քեզ ինչու են սկութեղի վրա տվել իշխանությունը կամ տալու իմիտացիա իրականացնել չեն ասի։ Որևէ մեկը չի ասի, հələ եկեք Գասպարյան Վլադիմիրին կանչենք, Գասպարյան Վլադիմիրին, այդ կիսա քրեական, կիսա ոստիկանության գեներալին, ասեք դու այդքան բիրտ, բրուտալ ոստիկան էիր, ով քեզ արգելեց գործողություն անել, որը բերեց հանգեցրեց նրան, ինչը տեղի ունեցավ 2018 թվականի մայիսի 8-ին չեն ասի։ Ամեն հարցի մասին կխոսեն, ամեն հարց, այնտեղ պատգամավորներ կան, ովքեր ասել են։ Փաշինյան Նիկոլի փորի ռազմերից կխոսեն, մինչև Աննա Հակոբյանի ներքնազգեստի գույնը, բայց այս հարցի վերաբերյալ սրա վրա դրած է տաբու։ Որևէ մեկը չի ասի, որևէ մեկը չի խոսա։ Ջենտլմենական պայմանավորվածություն ունեն իրենց ծնողներին, երեխեքին, հայրենիքն էլ եթե վարի գնա, ամեն ինչը կվաճառեն, բայց այս հարցերի վերաբերյալ արդեն 9-րդ տարին է։ Պահում են այն բանկա իտալական օմերտա լրության երթում են տվել ստահակները եւ ժողովրդի հաշվին պահում են լրության այդ իրենց ուխտը չեն ուզում խախտել։ Բայց այս ողբերգությունը, այս գործողությունները վերաբերվում են մարդկանց, այս
գործողությունների, այս աֆյորայի, ավանտյուրայի պատճառով ամեն օր, շաբաթ, ամիս խախտվում են մարդկանց բնական իրավունքները, ել չասեմ, առողջության եւ կյանքերի մասին։ Ասում եմ մարտի 1-ը բացահայտված է, ամեն ինչը բացահայտված է, դա իրավական համակարգը։ Փաշինյան Նիկոլ, մարտի 1-ին ճիշտ ես ասում, Արցախից զորք էր բերվել Հայաստան, պատասխանատուների անուններն էլ դու գիտես, Օգանովսկի, Սպեսնազի Գագիկ Սարգսյան, չէ՞։ Սպեսնազի Գագիկ Սարգսյանի վարկը ես եմ ջրել։ Սպեսնազի Գագիկ Սարգսյանի 12 միլիոն դոլար փոխառությունը քո կառավարման ժամանակ չի ջրվել։ Հիմա կասի դե հիմա բան է Արցախից է վերցրել այդ փոխառությունը, ես ինչ մեղք ունեմ։ Դու Հայաստանի Հանրապետության քաղաքացիների փողերը ուղղել ես Արցախի ներդրումային հիմնադրամ, ես քո տիրոջ մերը, որը գնաց է հասել է Գագիկ Սարգսյանին, դու այստեղ պատասխանատվություն չունես։ Նույն կերպ Օգանովսկի, քանի միլիոն դոլար փոխառություն է ունեցել։ Դու կապ չունես այս ամենի հետ, դու անմեղ սունակ ես Փաշինյան Նիկոլ։ Լավ դա եղել է Արցախում, չէ՞։ Բացարձակապես Արցախը Հայաստանի կառավարության հետ կապ չունեցել։ Բացարձակապես, այդ դու չէիր ասում Արցախը Հայաստանի մարզն է։ Դու չէիր ասում։ Արայիկի եւ քո մեջ չէր ասողիկ, լսողիկ սուբորդինացիոն հարաբերությունները, այդպեսի բան չի եղել, չէ՞։ Իսկ կառավարությունն էլ քո հետ կապ չունի։ 2023 թվականի դեկտեմբերին կառավարությունը որոշում չի կայացել, որ Արցախում տրված վարկերը ժողովրդական լեզվով ասած պիտի ջրվի։ 800 միլիոն դոլարը դու չես ջրել Փաշինյան Նիկոլ, այդ թվում քո սիրած Սամվել Կարապետյանի վարկը դու չես ջրել Փաշինյան Նիկոլ։ Ինչ ես բարբաջում։ Ինչքան դու պիտի շարունակես բարբաջել մի կողմից, մյուս կողմից քո գրպանի ընդդիմադիրների լռության ֆոնին, ինչքան սա պիտի շարունակվի։ Կարապետյան Սամվել, լավ է գետինը մտներ, քան թե մտել ես այս խաղի մեջ, այս կլոունադան, ինչքան պիտի շարունակվի։ Սպիտակացած մազերից ամաչի գոնե, Սերժ Սարգսյան, այս հողը ես ասել եմ, օրերից մի օր քեզ եսպես ազատվելու է։ Մարդիկ կշնչեն, ես կշնչեմ, դու չես լինելու, ես մի օր կգա այդ օրը, որ ես կապրեմ մի այնպիսի Հայաստանում, որտեղ դու չես լինի Սերժիկ Սարգսյան, իսկ քո մանկլավիկներին մատով են ցույց տալու Սերժիկ Սարգսյան։ Փաշինյան Նիկոլ, էլի եմ հարց տալիս, այդ մարդակեր իշխանության պայմաններում ինչպես դարձար երկրի վարչապետ։ Այդ ինչպես ստացվեց Փաշինյան Նիկոլ։ Այդ մարդակեր իշխանության պայմաններում, որ դու եկար տապալեցիր մարդակեր ռեժիմը, բա մարդակեր ռեժիմի ամենակեղտոտ հանցագործ ինստիտուտի ազգային անվտանգության ծառայության գործակալներին ինչու նշանակեցիր բարձր պաշտոնների։ Ընդհանրապես կա մեկը, ում դու նշանակել ես Հայաստանում բարձր պաշտոնի եւ ազգային անվտանգության գործակալ չի եղել։ Կա մեկը, մի հոգի։ Կա մեկը, ում դու նշանակել ես պաշտոնի ազգային անվտանգության ծառայության, ինչպես ժողովուրդն է ասում, ԱԱՑ-ի բոզ չի եղել։ Բա նախկին հանցագործ ռեժիմը տապալեցին իբրև թե բա գործակալներին։ Բայց լուստրացիա ինչու չես անում։ Իրավունք չունեք իմանալու թե ովքեր են ծածուկ համագործակցել ԱԱՑ-ի հետ։ Իրավունք չունենք իմանալու թե ովքեր են ծածուկ եղել ԱԱՑ-ի բոզը։ Օրինակ Արարատ Միրզոյանը, Փաշինյան Նիկոլ։ Հայաստանի Հանրապետությունում մի քանի հոգի են եղել, ովքեր այդքան բարձր պաշտոններ են զբաղեցրել, այդպիսի կենսագրություն ունեն։ Մեկը եղել է Սերժը, ԱԱՑ պետ, ներքին գործերի նախարար, աշխատակազմի ղեկավար, անվտանգության խորհրդի քարտուղար, վարչապետ, շախմատի ֆեդերացիայի նախագահ, երկրի պրեզիդենտ, մյուսը եղել է Արարատ Միրզոյանը։ Բա ինչ պիտի անենք, Փաշինյան Նիկոլ, այս կապիկությունը դու ինչքան ես շարունակելու։ Հարմար ընդդիմություն է բերել եք, այդ Սամվել Կարապետյանին, ինչպես դարձավ Սամվել Կարապետյան ընդդիմադիր գործիչ, այդ դու չսարքեցիր, այդ դու չէր օրը մեկ անգամ Սամվել, ժամը մեկ դու չէր Սամվել Կարապետյանի մասին ստատուսներ գրում,
Ասում եմ մարդիկ խոսում են դեֆոլտի մասին են խոսում։ Ինչի դու գիտես դեֆոլտը ինչ է, այ անգրագետ, հա։ Դու ընդհանրապես գիտես այդ դեֆոլտը ինչ է, այ թերուս։ Դեֆոլտի վերաբերյալ քո քաշին գիրք եմ կարդացել, այ թերուս։ Դու գիտես դեֆոլտը ինչ է։ Լսի, այս կապիկությունը քո ու Սերժի, այս քո Սերժի Միքայել Մինասյանի սարկած կապիկությունը մի օր ավարտվելու է։ Քեզ իրոք թվում է Հայաստանը լուսնի վրա է, սա ձեր բոստանն է, աշխարհը չոփով է ծածկված, ինչ ուզեք պիտի անեք, ինքնիշխանությունից ես խոսում։ Ինքնիշխանությունից ես խոսում։ Բրիտանական, ամերիկյան հատուկ ծառայությունների կուրացիայի տակ Հայաստանում ստեղծում ես արտաքին հետախուզական ծառայություն, Գալուստ Գրիգորյանի, հա, Գալուստ Սահակյանի, հանրապետական, նախկին խորհրդականին բերում դնում ես այդ արտաքին հետախուզական ծառայության տնօրեն, դեսպանների ամենայն հավանականությամբ պարտադրանքով, ամերիկացիների ու անգլիացիների ամենայն հավանականությամբ պարտադրանքով։ Դու կանգնում դու խոսում ես ինքնիշխանության մասին, Փաշինյան Նիկոլ, դու կանգնում խոսում ես խաղաղության մասին, այս պահին դուք բաժանում եք պավեստկաները, ուղարկում եք դիրքեր, որտեղ հասնելու համար հայ տղաներին զննում են եւ ստորացնում են։ Ու դու խոսում ես ինչի մասին։ Խաղաղության, արժանապատվության մասին ես խոսում, Փաշինյան Նիկոլ։ Քանի ԿՊԱ-ական է գնացել այդ դիրքերը, կարող ես ասել։ Քանի ԿՊԱ-ական է գնացել այդ դիրքերը։ Իսկ քանի հանրապետական է գնացել այդ դիրքերը, Փաշինյան Նիկոլ։ Լսի, դու օրերից մի օր, դու ինքդ, ես ուզում եմ դու առողջ լինես, ոտի վրա լինես, որպեսզի կանգնես դատարանի առաջ։ Շատերը քեզ համեմատում են Սահակաշվիլի հետ, դու Սահակաշվիլին չես։ Սահակաշվիլին ինչ էր, ինչ չէր, բազմաթիվ հսկայածավալ ռեֆորմներ իրականացրեց Վրաստանում։ Դու Գամսախուրդյան ես, ով ասում են հենց կանգնում էր դատարանի առաջ, ինչ կար չկար, սա պատմում էր։ Դու պիտի կանգնես դատարանի առաջ։ Դու պիտի խոսես դատարանի առաջ, բայց այս դատարանի չէ, էլի, այս խեղկատակության չէ։ Սա դատարան չի։ Ձորի մայլում, Թուրքի մայլում հարցերը 1000 անգամ ավելի իրավական առումով կարող է լուծվեն, քան թե ձեր խեղկատակություններում, սա ինչ դատարան։ Ասում եմ մենք կապ չունենք, մենք չենք ազդում իրավապահ համակարգի վրա, ԱԱՑ-ի վրա դու չես ազդում։ Դատավորներին դու չես նշանակում, կապ չունես вообще դատական ակտերի հետ։ Բացարձակապես կապ չունես։ Փաշինյան Նիկոլ կոռուպցիայի մասին ես խոսում, կարող ես ցույց տալ մեկ ԿՊԱ-կանի, ով կաշառակերության համար դատվել է։ Մեկ ԿՊԱ-կան կա, բացի այն Գևորգ Լորեցյանից։ Ու դու սրանից հետո խոսում ես, որ դուք այդ սուրբ էին ձերոնք, հա, Փաշինյան Նիկոլ, սուրբ էին։ Սաղ սուրբ էին։ Այստեղ Ախուրյան համայնք կա։ Դու տեղյակ ես Ախուրյան համայնքում ինչ է տեղի ունենում, Փաշինյան Նիկոլ, քո մանկլավիկները ինչ են անում։ Հրապարակեցի մի քանի անգամ թղթեր։ Ախուրյան համայնքում դուրս է գրվում բյուջեից 25 թե 30 միլիոն դրամ, հրապարակել եմ մի անգամ, որպեսզի 800 հատ շունչ դարձնեն։ Թիվը չեմ հիշում, 800 իշկաներ շներ թիվը։ 25 միլիոն դրամ են դուրս գրում, որպեսզի 800 հատ շունչ դержացնեն։ Ախուրյանում 800 հատ շուն երբևէ եղել է դержացման ենթակա։ Վերջին 200 տարիների ընթացքում ու դու խոսում ես, սա փոքրիկ մի հատված է, խոսում ես կոռուպցիայի մասին, Փաշինյան Նիկոլ։ $800 միլիոն վարկը ես եմ ջրել, հա։
Սերժիկ Սարգսյանի կրծեր փեսան ունեցել է $50 միլիոն փոխառություն Արցախի ներդրումային հիմնադրամին։ Այդ փողերը ստացել է Արցախը, այսինքն Հայաստանը։ Լսի, դու քեզ պետք է, քեզ չէ ձեզ, որովհետև դու սա միայնակ չես անում։ Դու սա անում ես ընդդիմության հետ, քո գրպանի ընդդիմության հետ ես անում։ Եվ իրենք ասում եմ, իրենք ավելի գարշելի են, իրենք ավելի զզվելի են, այդ դաշնակ մաշնակները ավելի զզվելի են, քան թե դու։ Եվ հանրապետական բանդան ավելի հանցագործ է, քան թե դու։ Այդ որ քաշվել են, քեզ դեմ են տվել, եւ իրենք էլ սպիտակ վերնաշապիկներով մտնում են այստեղ, այնտեղ։ Սերժիկ Սարգսյանն ասում է, դե ես չգիտեմ ինքը հանցագործ է թե չէ, բայց ինքը ամեն ինչ մոտավորապես է մեջ բերում, մխտրեց։ Փչացրեց, ասում է ամեն ինչ։ Սերժ Սարգսյանն է ասում։ Մարտը 91 թվականի փաստաթղթերով ճանաչում է Արցախն Ադրբեջանի կազմում, այսինքն իմ նման հազարավոր մարդկանց ճանաչում է օկուպանտ, սարսափել են նահատակներին այդ թվում։ Նահատակներին ճանաչում է, եւ մենք հենց ջանդամ։ Ճանաչում է օկուպանտ խուժան։ Ես Սերժիկ ասում եմ, ես չգիտեմ ինքը հանցագործեց, թե դա պիտի դատարանը որոշի։ Սերժիկը պահում է անմեղության կանխավարկածը, ինքը լուրջ մարդ է։ Բայց շանթի ժամանակ ոնց որ թե չէր պահում անմեղության կանխավարկածը։ Ասում էր պիտի նստեն իրենք։ Հիշում եք։ Հանցագործություն է եղել, ասում էր։ Հանցագործություն է եղել։ 4-5 հոգի պոլիպեդերը վերցրել էին, արժեքների հեղափոխություն էին արել, տարան 5 տարի, 10 տարի, տարբեր տարիներով փակեցին։ Ասում են, բա սրանց, դու ասում ես, ես չի ուզում իրենց ձերբակալել, որովհետև դա պրովոկացիա էր, կարող է ազդել եւ մարդիկ շատանային։ Ինչքան պիտի շարունակես Փաշինյան Նիկոլսը։ Ինչքան էլի։ Լսի, այդ ներքին գործերի նախարարը մի օր մտնելու է պետական հեռուստաընկերություն Փաշինյան Նիկոլ։ Եվ ձեր դիմակները պետական հեռուստաընկերությունում պատրելու է ամբողջապես։ Դնելու է բոլոր փաստերը։ Բոլոր փաստերը։ Ձեր հավաքագրման փաստաթղթերից սկսած ԱԱՑ-ի։ Ինչպես կարող է մարդը լինել ազգային անվտանգության ծառայության գործակալ, բայց հեղափոխություն անել այն ռեժիմի դեմ, որին իրենք ծառայել են։ Սա ինչպես կարող է լինել Փաշինյան Նիկոլ։ Ոչ մի այսպես կոչված ընդդիմադիր էս հարցը քեզ պարլամենտում չի տա։ Դուք արել եք այնպես, որ ոչ մի ընդդիմադիր այս հարցը ձեզ չտա։ Որովհետև նստածների մեծամասնությունն էլ է ազգային անվտանգության ծառայության գործակալ։ Օրինակ ձերոնք չեն։ Այնտեղ էլ են նստած տղաները եւ աղջիկները։ Դու շատ ճիշտ ես ասում, Հայաստանի Հանրապետությունում եթե ուզում ես հաջողության հասնես, դա կախված է նրանից, թե քանի անգամ ես անցել Սերժ Սարգսյանի թրի տակով։ Ընդհանրապես դու ինչ ասում ես, մեծամասնությունը ճիշտ է։ Մեծամասնությունը դու ճիշտ ես ասում։ Եթե այստեղ ուզում ես հաջողության հասնել, դա կախված է նրանից, թե քանի անգամ ես անցել։ Քանի անգամ էր անցել Փաշինյան Նիկոլ, հա։ Սերժի եւ Միքայել Մինասյանի թրի տակով քանի անգամ էիր անցել։ Իդեպ Միքայել Մինասյանը ինչու հրապարակես միայն Արարատի թղթերը, քո թղթերը չհրապարակես, Պապիկյան Սուրիկի թղթերը, չէ, իրենք կապ չեն ունեցել, դու կապ չեք ունեցել, դու բացարձակապես կապ չես ունեցել, դու ընդհանրապես ոչ մի բանի հետ կապ չունես, դու նույնիսկ նախարարի գործունեության հետ կապ չունես, Փաշինյան Նիկոլ, բացարձակապես, դու ընդդիմություն ես, կռիվ ես տալիս, դու 8 տարի ընդդիմություն ես խաղում։ Արդեն 9-րդ տարին։ Ասել եմ, այդ օրը կգա, Փաշինյան, այդ օրը կգա։ Եվ այս ամենի մասին կխոսվի ոչ թե Գյումրիի Ձորի մայլից, այլ այս ամենի մասին կխոսվի պետական հեռուստաընկերությունում, կխոսվի պարլամենտում, ի հեճուկս քեզ, ի հեճուկս Սերժի, ի հեճուկս հանրապետական բանդայի, կխոսվի, ի հեճուկս դաշնակ մաշնակների, կխոսվի այս ամենի մասին, սրա մասին գրելու են, այս վիդեոները մնալու են,
Սա մասին դոկումենտալ ֆիլմեր են նկարահանվելու։ Թե ինչպես դուք սարքեցիք այս ժողովրդի գլխին։ Ինչպես դուք սարքեցիք այս ժողովրդի գլխին։ Դու եւ հանրապետական բանդայի հետ աֆիլիացված մի շարք մարդիկ։ Ինչպես տարակ, ինչպես հանեցիք ավարտական դասարանի աշակերտներին, փողոց փագել տվեցիք, հետո տարակ մտցեցիք բայրակթարների տակ, հետո ասեցիք իրենք օկուպանտ խուժաններ են։ Այս ամենը բացահայտվելու է Փաշինյան, սա հորդ բոստանը, չէ՞։ Հորդ բոստանն է։ Կարող է հորդ բոստանն է։ Իսկ կարող է Սերժի հոր բոստանն է սա։ Ինչ ուզեք պիտի անեք։ Մնացածներ պիտի լեռեն, ով էլ չի համաձայնում, պիտի ապրի այնպես, ինչպես ես օրինակ։ Երկու ժամ կորմդ ուշանա, ես հոդա գիտեմ, Փաշինյան Նիկոլ, 2 ժամ կորմդ ուշանա, ստահակ, կողքիններիդ կարող է ուտես դու, 2 ժամ, եթե քո կորմը ուշանա, ես հո գիտեմ, ես ձեր տիրոջ մերը, ես ամենը ավարտվելու է աստատ։